Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 3-ի համար բոլոր տարվա ծնված նշանների համար։ Օրը շաբաթ է եւ տեսնենք, թե մեզ ինչ է սպասվելու։ Գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին մայիսի 3-ին։ Ոմանք տուն կմաքրեն, ոմանք կարող են վիճել, ճակատագրական այստեղ վեճ կարող է լինել, ճակատագրական քայլ կարող է լինել, նաև փորձություն է սա ձեզ համար, կամ դժվար աշխատանքով եք զբաղվելու այդ օրը, որը կապված է այստեղ կամ ինչ-որ ծանր աշխատանք է մի խոսքով, դժվարություններ են, բայց հետո ամեն ինչ լավ կլինի, կկարողանաք յուրաքանչյուր բան հաղթահարել այդ օրը, դռները բաց կլինեն, յուրաքանչյուր բան կկարողանաք անել եւ այն ինչ որ եթե փորձություն է գա, այդ փորձությունը եւս կհաղթահարեք, լիարժեք։ Հաջողությամբ կավարտվի ինչ որ մի խնդիր նաեւ ձեզ մոտ, եթե կար արկա էր դա, ինչ որ ծանր բեռ էր ձեզ համար, դա հաջողությամբ կավարտվի։ Կամ կկարողանաք լուծել, որովհետեւ դռները բացվում եւ կկարողանաք անել ինչ որ բան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնայինք ցուլերին, եզերին, տարվա ծնված ցուլերին է վերաբերվում միմիայն, ինչ է սպասվում ցուլերին մայիսի 3-ին, ոմանք առիթի այդ օրը կլինեն, շրջապատված կլինեք շատ լավ մարդկանցով, ձեզ սիրված կզգաք, հիանալի օր է, ոմանք սիրո խոստովանություն կստանան այստեղ կողի հասարակության մեջ, կամ գնում եք ինչ-որ մի տեղ, որտեղ շատ մարդիկ կան, կամ ձեր շրջապատող մարդիկ, ձեր ընկերներով այդպես, այնտեղ կարող են ձեզ սիրո խոստովանություն անել, եթե առիթ է, ապա հիանալի կանցնի, հիանալի ձեզ կզգաք, խոսքով շատ լավ օր է, ինչ-որ բաներ չկան ավելացնելու, ոմանք կարող են սիրահարվել նաև, ինչ-որ նման տեղ, որտեղ կարող գնալ, շատ մարդիկ լինեն, այնտեղ կարող եք սիրահարվել ինչ-որ մեկին։ Այսքանը ձեզ համար ինչ-որ ավելացնելու բաներ չունեմ, որտեղ ընտիր օր է։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ֆագրերին։ Ինչ թռավ, ամուսնություն, հարսանիք եք այդ օրը, կամ ամուսնանում եք։ Ինչ է սպասվում վագրերին մայիսի 3-ին։ Տան հետ կապված իրադարձություններ են սա, հնարավոր է երեխայի առիթ է, հղիություն, ծննդաբերություն, ընտանիքի անդամների հետ կապված ոչ է նորություններ կարող եք լսել, կարող իրենցից մեկն է հղի, նաև նոր գործ կարող եք սկսել, նոր բիզնես կարող եք սկսել, նոր կյանք կարող եք սկսել, սա ձեր նոր տունն է, նոր կյանք, տեղափոխվում եք, օրինակ նոր տուն եւ նոր կյանք եք սկսում, ուրախ եք, տրամադրությունը բարձր է, էներգիայով լի եք, հիանալի օր է, շատ հիանալի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին մայիսի 3-ին։ Ոմանք կզբաղվեն իրենց գեղեցկությամբ, ոմանք իրենց առողջությամբ, հետևեք ամենայն դեպս ձեր առողջությանը։ Նաև ընտանիքի անդամներին կարող եք հանդիպել, ծնողների հետ կարող եք անցկացնել օրը։ Եվ ոմանց այստեղ կարող է փորձեն ձեզ հետ ծանոթանալ, կամ դուք փորձեք ինչ-որ մեկի հետ ծանոթանալ այդ օրը։ Նաև նորություններ կլսեք, հյուրեր կունենաք, դուք կգնաք հյուր, ինչ-որ բաներ կպատվիրեք, կգան, կբերեն ձեր տուն, նաև բավական դուք ինքներդ այդպես առույգ կլինեք եւ ինչ-որ գործողություններ կանեք, այստեղ կգնաք, այնտեղ կգնաք։ Բայց այստեղ կորուստ է նաև, միգուցե ժամանակի կորուստ է կարող այստեղ ինչ-որ մի բան անեք, անիմաստ, շատ շարժվեք, բայց քիչ բան անեք։ Փոփոխություն է սա, ամենայն դեպս այստեղ ինչ-որ մի պահ կարող է լինել, որ դուք այստեղ խառը լինեք կամ
ուրիշ բաներով զբաղված լինեք, ինչ-որ մի պահ բաց թողնեք ձեր կյանքում կարևոր։ Լավ հնարավորություն կողեք կորցնել։ Եթե ինչ-որ մի բան են ձեզանից գողացել, դա կարող են ձեզ վերադարձնել։ Այդ օրը կամ ինչ-որ միտեղ դնել, գնալ գտնեք։ Ամենայն դեպս այստեղ փոփոխություն է, որ այ մարդը այդ կորցնում է դա։ Այդ հնարավորությունը, այդ պահը, դա համար ուշադիր եղեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին մայիսի 3-ին։ Ճանապարհներին շատ կլինեք, տարբեր տեղեր կարող եք գնալ, նավարի երկար ճանապարհ եք գնում, ձեր գործերը առաջ կմաղեք, ինչ գործ որ անում եք, ինչ բան կանեք, կավարտեք, կարող է հանդիպում շփումվոց աղջկա հետ, կնոջ հետ, լավ մարդ է, կարող պետական աշխատող է, պաշտոնյա է, կամ ձեր շրջապատից է, նեղ շրջապատից, շատ լավ կին է, տարիքով կին է, իմաստուն կին է, որ ձեզ կարող է ճիշտ խորհուրդներ տալ։ Ոմանք այդ օրը կսիրահարվեն, ոմանք սիրո խոստովանություն կանեն, կլսեն, նաև սիրված ձեզ կզգաք ինչ-որ մի հարցում, ինչ-որ մի բան կարող է լավ ընթանալ և ձեզ շատ լավ զգաք։ Կամ ձեր սիրելի մարդկանց շրջապատում կլինեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերին։ Ինչ է սպասվում օձերին մայիսի 3-ին։ Էմոցիոնալ կլինեք այդ օրը։ Մի փոքր ծանր օր է։ Նաև ոմանք ռոմանտիկ շփում կունենան, ռոմանտիկ հարաբերություններ, ուժամի կքնեք, եւ ինչ-որ մի բան մութ է մնում այստեղ ինչ-որ եւ ոնց որ թե ձեզանից թաքցնեն, դա ավելի շատ, որովհետեւ ինչ-որ բաներում հարցերում բեռը ձեր ուսերին է ինչ-որ մի բան դուք եք պարտավոր անել եւ ձեզանից ինչ-որ մի բան թաքցնում են, որ դուք էլի շարունակեք անել այդ օրը։ Նաև այդ օրը հանդիպում շփումվոց է կնոջ հետ, դա կարող է լինել ձեր էմոցիաների պատճառը, կարող է լինել նաև այդ կինն է ձեզ համար դժվարություններ ստեղծում, կարող է ձեր տնօրենն է, ինչ-որ բան է ավելացնում ձեր ուսերին, դա համար էմոցիոնալ կարող է լինել, ասեցի չէ, այդ կինն է, որ խնդիրներ է ստեղծում, իր պատճառով է այդ դժվարությունները, կախված է որտեղ եք աշխատում, եթե աշխատում եք, կախված է այս կինը ով է, ամենայն դեպս ինչ-որ հավելյալ բաներ է դնելու ձեր ուսերին։ Դե օրինակ եթե տնօրենն է, հաստատ կարող եմ ասել, որ այդ օր ավելի շատ եք աշխատելու, շատ պարտավորվածություններ կլինի եւ այստեղ հնարավոր է նաեւ ինչ-որ մի ձեւով լարվածություն լինի այդ կնոջ մեջ, որովհետեւ էմոցիոնալ եք, այդ ամեն ինչը բարդել են ձեր ուսերին, կամ ինչ-որ մի բան է, որ բարդում են իրոք ձեր ուսերին, դուք չեք կարել, բայց սա ասում են դուք եք կարել։ Այսքանը, ինչ-որ լարված օր է, ամեն դեպս, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձերին։ Ինչ է սպասվում ձերին մայիսի 3-ին։ Տանը կարող եք անցկացնել, տան գործեր անել, տունը վարսավիր հրավիրել, զբաղվել ձեր գեղեցկությամբ, զբաղվել ձեր առողջությամբ, կարող եք գնալ ծնողների տուն, ծնողներին կարող եք բերել ձեր տուն։ Նաև ինչ-որ մի առիթ է կարող է, ինչ-որ մեկի տանն եք նշում, կամ ծնողների առիթն է, իրենց տանն եք նշում, այստեղ տան հետ կապված փոփոխություններ կարող է լինել, տեղափոխություն, տան մեջ տեղափոխություններ անեք, վերանորոգում սկսեք եւ այլն, ինչ-որ մի բան է, որ տան հետ է կապված, պետք է անեք։ Եվ կարող գնալ ինչ-որ միտեղ երկար մնալ, հնարավոր է տան հետ կապված խնդիրներ կային եւ հիմա այն կայունանում է, այդ խնդիրները այլևս չկան, լուծում եք այդ խնդիրները, կարող ժառանգության հետ կապված խնդիրեր դա եւս կայունացնում եք, արդեն ոչ ոքի հետ կապված խնդիրներ չկան,
բաժանում եք նորմալ։ Նաև դե ինչ-որ մի բան կարող է դանդաղել, ինչ-որ մի բան կանգնել, եւ դուք կարող եք գնալ ինչ-որ միտեղ երկար մնալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին։ Ինչ է սպասվում այծերին մայիսի 3-ին։ Նամակագրական կապի մեջ կարող եք լինել ինչ-որ մարդկանց հետ, ինչ-որ մարդու հետ։ Նաև կարող եք թղթերի հետ շատ աշխատել, համակարգչով շատ աշխատել, ինչ-որ բաներ գրել, ջնջել, ցուցակներ կազմել, եթե դպրոցում եք աշխատում, ստուգել այդ դպրոցական պարագաները, տետրեր, մետրեր, նաև այդ օրը կարող են օցել լինել ձեր շրջապատում, ովքեր դժվարացնեն ձեր կյանքը, փորձեն փորձությունների մեջ ձեզ գցել, դժվարություններ բերել ձեր կյանք։ Կամ սա իմաստուն պետք է գտնվեք, որպեսզի այդ դժվարությամբ, ծանր բեռից կարողանաք այդ օրը դուրս գալ։ Դե ինչ-որ մի բան է, որ ձեր ուսերին է այդ օրը, պարտականությունը ձեր ուսերին։ Եվ պետք է ինձ իմաստություն, որ այդ լուծեք, այդ հարցը կարող է այստեղ ձեզ զանգարում են եւ ասում են, որ պետք է այսօր ինչ-որ մի կարևոր մի բան անես, որը որ դժվար է ձեզ համար եւ շատ պարտավորված եք լինելու։ Ինչ-որ մի բան է, որ իրոք ասեք, էլի պետք է ես անեմ, ինչի մենակ ես, ինչի օրինակ այս մարդը չի անում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին մայիսի 3-ին։ Նամակագրական կապի մեջ կլինեք, այստեղ կարող է հրավիրատոմս է, որ չէ առիթի, հնարավոր է տոմս եք գնում, որպեսզի գնաք թատրոն, կինո, ինչ-որ միտեղ, նաև ինչ-որ միտեղ է, որտեղ որ շատ մարդիկ կան, միևնույնն է, կենթանաբանական այգի է, ինչ-որ միտեղ է կամ հենց իրոք վերցնում եք ձեր հրավիրատոմսը եւ գնում եք առիթի։ Նաև շատ կզբաղվեք փաստաթղթերով, նման գործեր կարող եք անել, կարող եք ելույթ ունենալ հասարակության առջև, կարող եք ինչ-որ մի բան ասել, ինչ-որ մեկի առջև։ Նաև այդ օրը հանդիպում, շփում ձեր ընկերոջ հետ, նոր ընկեր ձեռք կբերեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին մայիսի 3-ին։ Ոմանք կարող են սիրահարվել, ոմանք սիրված իրենց զգալ, ոմանք սիրո խոստովանություն ստանալ կամ անեն, կամ ասեմ, որ ձեր տեսքը այսօր շատ գեղեցիկ է, ձեր հարազատների հետ կարող եք լինել եւ այդպես, այնտեղ գաղտնիք կարող է բացահայտվել, իրոք ինչ-որ մեկը ձեզ սիրո խոստովանություն անի։ Նաեւ ոմանք կրթությամբ կզբաղվեն, գիտելիքներով կզբաղվեն, կփոխեն իրենց էջը, կարող սիրահարվել եւ փոխել ձեր էջը, այդ կյանքը, դառը կյանքը, միայնակ կյանքը եւ փոխեք ուրիշ կյանքով։ Նաեւ այդ օրը փոփոխություն եւս կա, դատարկությունը լրացվում է ինչ-որ մի բանով։ Ինչ-որ մի բան է, ինչ-որ իրոք սեր է մտնում ձեր կյանքը, ձեր զույգն է գալիս տուն, ինչ-որ մի բան է, որը որ լրացվում է ձեր դատարկությունը եւ փոփոխություն է տիրում ձեր կյանքում եւ նոր կյանք կարող եք սկսել, նոր ինչ-որ մի բան կարող եք սկսել այդ օրը։ Նոր կյանք, նոր ապրելակերպ, դե ինչ ասես կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շներին։ Ինչ է սպասվում շներին մայիսի 3-ին։ Մի փոքր խոչընդոտներ կան։ Տեսնենք ինչ խոչընդոտներ են դա։
Ընկերոջդ կարող է հանդիպելու կամ ընկերոջ մոտ է այդ խոչընդոտը կամ ձեզ մոտ է այդ խոչընդոտը ձեր ընկերը ձեռք է մեկնում եւ օգնում է ձեզ հաղթահարել դա, ազատվել այդ խոչընդոտներից, այդ խնդիրներից։ Մամա ու աղջիկ են գնում, մայրը բավականին տարիքով է, աղջիկը ձեռքը բռնած գնում է։ Նաև այդ օրը գեղեցկությամբ կարող եք զբաղվել, ձեր առողջությամբ կարող եք զբաղվել, կարող եք այցելել ձեր ծնողներին, ձեր հարազատներին, նաև իմանաք, որ ընտանիքում ինչ-որ մեկը ավելանում է, կարող է ինչ-որ մեկը հղի է ընտանիքում, կամ դուք եք հղի ծննդաբերություն, կամ ինչ-որ մեկը ոչ թե հղիություն կարող է լինել, կամ ուզում է ամուսնանալ եւ այդպեսով եւս, հա, ինչ-որ մեկը ավելանում է։ Նամակագրական կապի մեջ կարող եք լինել ինչ-որ մեկի հետ, նաև խոսակցություն շփում, այդպես նամակով կամ գրեք շատ բաներ, համակարգչով աշխատեք, համակարգչով գրեք, ինչ-որ նմանատիպ բաներ են։ Ցուցակ կազմեք, գնաք խանութ, օրինակ, շաբաթ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին մայիսի 3-ին։ Ոմանք բավականին ուժ կունենան, ոմանք կարող են հանդիպել ուժային կառույցի աշխատողի, կարող եք ծանոթանալ նաև նման մարդու հետ։ Ինչ-որ մեկը ձեզ կարող է օգնել, հնարավոր է հեռվից է այդ մարդը, հեռվում է գտնվում եւ ձեզ օգնում է, ավելի հեղինակավոր մարդ կարող է լինել, կամ ֆինանսապես ապահոված, եթե գումարի հետ է կապված դա։ Նաև ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, այն ինչ որ դուք ունեք։ Եթե դուք ինչ որ ցանկություն չեք պահել, այդ օրը կարող եք պահել, որովհետև այդ օրը պահած ցանկությունները կկատարվեն անպայման։ Եվ ոմանք գումար կստանան, ոմանք այդ օրը գումար կծախսեն։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։